Սիրելիներս ուզում եմ շարունակել եւ հնարավորինս կարճ ասել Սուրբ Հոգու մասին, երբ Սուրբ Հոգին մեր մեջ է ապրում եւ մենք գործում ենք սխալներ, մեղքեր, չէ՞ որ ոչ ոք չի կարող վստահեցնել եւ վստահ լինել, որ ինքը չի գործի այլևս մեղք ապաշխարելուց հետո, Տիրոջը ճանաչելուց հետո, Տիրոջը հանդիպելուց հետո մեր կյանքում, երբ մենք արդեն լցվում ենք Տիրոջ Սուրբ Հոգով եւ նա բնակվում է մեր մեջ, մենք չենք կարող մեզ վստահեցնել կամ Աստծուն կամ որևէ մեկին ասել ես հաստատ 100% այլևս մեղք չեմ գործի կամ չեմ սխալվի։ Իհարկե ոչ դա հնարավոր չէ, մենք մարդ ենք եւ մարդը միշտ էլ կարող է սխալվել, մենք անթերի չենք, մենք կատարյալ չենք, սակայն մենք ձգտում ենք Հիսուս Քրիստոսին նմանվել, այսինքն կատարելագործվել եւ այդ ճանապարհին շատ հնարավոր է, որ մեզանից յուրաքանչյուրը գործի մեղք կամ գայթակղվի, սակայն լավ է, որ գայթակղության փուլից արդեն գիտակցենք, հասկանանք եւ հետ կանգնենք, մեղք չգործենք, մարդ Սուրբ Հոգով է եւ նա մեղք է գործում, թեկուզ գիտակցված, թեկուզ չգիտակցված, նա դուռ է բացում իր մեջ դևերի դեմ եւ դևերը կարող են հայտնվել մարդու մեջ կրկին, շատերը երևի կարծում են, թե եթե դու Սուրբ Հոգով ես լցված, քո մեջ այլևս դևերը տեղ չունեն, չեն կարող ներթափանցել, ներգործել, որովհետև Սուրբ Հոգին պաշտպանում է քեզ։ Եկեք ճիշտ հասկանանք, Սուրբ Հոգին ուղղակի նրա համար չէ մեր մեջ, որ մեզ պաշտպանի, որովհետև Սուրբ Հոգին կարող է մեր մեջ չլինել, մեզ Աստված նորից պաշտպանում է, բայց մենք մեր մեղքերով ենք մեզ տանում նրան, որ դևերը հայտնվում են մեր մեջ։ Այսինքն, եթե դու մեղք ես գործում, այդտեղ արդեն դու խախտում ես հոգևոր կանոնը, աստվածային եւ Սուրբ Հոգին ոչ թե քեզ պաշտպանում է, որ դևը ներս չմտնի քո մեջ, եթե դու մեղք ես գործել, դու արդեն բաց ես դևերի առաջ, դևերը իրավունք են ձեռք բերում քո վրա եւ դա Սուրբ Հոգին, Աստծո այդ օրենքը, հոգևոր օրենքները Սուրբ Հոգին չի փոխելու նրա համար, որ քեզ պաշտպանի դևից։ Ոչ, եթե դու մեղք ես գործել, դևը քո վրա ազդեցություն ունի։ Եվ Սուրբ Հոգով օծված լինելով չի նշանակում, որ մենք այլևս ինչ էլ որ անենք, դևերը չեն կարող ներս մտնել։ Ոչ։ Այն դեպքում, երբ մենք մեղք ենք գործում, դևերը մեր վրա իշխանություն են ձեռք բերում եւ նաեւ մեր մեջ մտնելու իրավունք։ Եվ ինչպես ազատվել այն չար ոգուց, այն չար էությունից, որ հայտնվել է ձեր մեջ եւ իրավունք է ձեռք բերել ձեր վրա։ Երբ Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ, Սուրբ Հոգին միանգամից մեզ ցույց է տալիս, իմացություն է տալիս, որ ինչ որ մի էության ոգու ազդեցության մեջ ենք մենք եւ Սուրբ Հոգին ամեն ինչ մեզ ցույց է տալիս եւ մենք զգում ենք, որ ինչ որ մեկը կա, ինչ որ օտար մեկը կա, ինչ որ չար էություն, չար ուժի ներկայություն կա մեր մեջ եւ քանի որ մենք արդեն ամբողջովին պատկանում ենք Հիսուս Քրիստոսին եւ Տեր Հիսուս Քրիստոսի տված իշխանությունը ունենք չարի վրա, արդեն լրիվ ուրիշ մարդ ենք, քան մինչև Սուրբ Հոգով օծվելը, քան մինչև Հիսուս Քրիստոսին դառնալը, Տիրոջով լինելը։ Մենք լրիվ տարբեր մարդիկ ենք արդեն, մեր հին մարդը ու մենք, եւ երբ մենք աղոթք ենք անում, որպեսզի ազատվենք չարի ներկայությունից, դա շատ արագ է տեղի ունենում, երբ Սուրբ Հոգին մեզ ցույց է տալիս, իմացություն է տալիս, որ մենք չարի ազդեցության տակ ենք կամ չարի ներգործություն կա, մենք մեր աղոթքով միանգամից կարող ենք ազատվել այդ էությունից, չարից։ Եվ նա կհեռանա Հիսուս Քրիստոսի անունով Տիրոջը խնդրում ենք, որպեսզի նա մեզ ազատի եւ մենք խոստովանում ենք մեր այն մեղքը, պետք է խոստովանենք այն մեղքը, որը գործել ենք եւ դա նույնպես մեզ Սուրբ Հոգին է ցույց տալու, իմացություն է տալու, հասկացնելու է, թե այդ ինչ մեղք են գործել, որի պատճառով տվյալ էությունը հայտնվել է մեր մեջ եւ իշխանություն է ձեռք բերել մեր վրա։ Մենք անվանում ենք այդ սխալը, խոստովանում ենք մեղքը եւ նշում ենք, որ Տեր իմ այս մեղքն եմ գործել, խնդրում եմ ների ինձ եւ ազատիր ինձ այդ
մեղքի չար դիվական էությունից եւ անպայման մենք հրաժարվում ենք այդ մեղքից ու այդ էությունից նշելով անվանումը եւ ասելով որ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ Տիրոջ տված իշխանությամբ ես հրաժարվում եմ քեզանից իմ կամքով ես մերժում եմ քեզ ես կտրում եմ ինձ քեզանից ես անջատում եմ ինձ քեզանից եւ ես պատկանում եմ միայն Հիսուս Քրիստոսին եւ իմ վրա իմ կյանքում եւ իմ մեջ գործում է եւ ունի իշխանություն միայն իմ Տեր Աստվածը իմ Տեր Հիսուս Քրիստոսը եւ ես իմ վրա չեմ ընդունում ոչ մի այլ ուժի իշխանություն եւ կամք քան իմ Տեր Աստծունը իմ Տեր Հիսուս Քրիստոսինը եւ Տիրոջս անունով ասում եմ, կարգադրում եմ, հրամայում եմ, որպեսզի այսինչ էությունը հեռանա ինձանից, ես քեզ թույլ չեմ տալիս, որ լինես այլևս իմ մեջ, ես մերժում եմ քեզ, ես արգելում եմ քեզ լինել իմ մեջ, դու տեղ չունես իմ մեջ եւ ես հրաժարվում եմ այդ մեղքից եւ այդ սխալից Հիսուս Քրիստոսի անունով եւ թողի մեջ ապրի միայն իմ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգին։ Խոստովանում ենք մեր մեղքը եւ Տիրոջ անունով հրաժարվում ենք այդ մեղքից եւ այդ ոգուց, որը ներգործություն ունի կամ ազդեցություն ունի մեր վրա։ Եվ դա տեղի ունենում ակնթարթների ընթացքում, երբ մարդն ազատվում է այդ էությունից եւ շատերը ուղղակի նույնիսկ ֆիզիկապես զգում են, որ իրենց մեջից ինչ-որ մի բան դուրս եկավ։ Տարբեր մարդիկ տարբեր կերպ են զգում։ Այսինքն, երբ մենք արդեն Սուրբ Հոգով ենք, մենք ունենք իշխանություն, Հիսուսից տրված իշխանություն եւ մենք կարող ենք սխալվել, կարող ենք մեղք գործել, անգիտակցված թեկուզ չգիտակցված մեղք գործեց մարդը գայթակղվեց եւ նա այնպիսի մեղք էր, որը բերեց նրան, որ ոչ թե ուղղակի չարի ազդեցության տակ ընկավ, ոչ չարը ներգործեց, ներթափանցեց մարդու մեջ, սակայն այդ մարդը Հիսուսին է պատկանում, Հիսուսը չի հրաժարվում այդ մարդուց, Սուրբ Հոգին քեզանից չի հրաժարվում եւ եթե քո մեջ դև է հայտնվել, միգուցե ասեն անհնար է որ նույն տեղում ապրի Սուրբ Հոգին եւ դևը ոչ, Սուրբ Հոգին հենց դրա համար է մեր մեջ, որ այդ պահից սկսած երբ ինքը կապրի մեր մեջ, ինքը մեզ անդադար մաքրի, ուղղի, շտկի նմանեցնի, դարձնի Տեր Հիսուս Քրիստոսի նման եւ Սուրբ Հոգին չի հեռանալու մեզանից, որովհետեւ մենք մեղքի պատճառով հանկարծ ընկել ենք չարի ազդեցության տակ եւ չար ոգի է հայտնվել մեր մեջ ոչ հակառակը Սուրբ Հոգին է մեզ օգնում, որպեսզի մենք ազատվենք նրանից եւ այլևս չկրկնենք եւ մաքուր մնանք չեմ ուզում երկար խոսել ուզում եմ կարճ լինի ձայնագրությունը Բայց ուզում եմ ասել, եթե ժխտում են, որ Սուրբ Հոգին եւ չարը կարող են մի մարմնում ապրել, դա ճիշտ չէ, որովհետեւ ինչպես է չարը հայտնվում մեր մեջ, մեր սխալի, մեր մեղքի արդյունքում, բայց չէ որ ցանկացած բահի մենք կարող ենք այդ մեղքից հրաժարվել Եվ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ կազատի եւ Սուրբ Հոգին միևնույն է շարունակելու է մեր մեջ ապրել եւ հոգ տանել որպեսզի մենք իրոք լինենք Տիրոջ զավակը, Տիրոջ աշակերտը եւ քայլենք Տիրոջ հետևից եւ մաքուր ապրենք։ Ուղղակի դու սխալվում ես, դա չի նշանակում, որ Աստված քեզանից կհրաժարվի։ Ոչ, Աստված մեզանից չի հրաժարվի եւ մեր Սուրբ եւ իր Սուրբ Հոգին չի վերցնի մեր միջից։ Նա մեզ շատ է սիրում, նա մեզ անսահման է սիրում։ Յուրաքանչյուրս Աստծո համար շատ սիրելի եւ թանկ ենք։